ուռճացրել է։ Կաթողիկոսին հեռացնելու իշխանության ծրագիրը չիրականացավ, տեսակետներ կան նաև մամուլում տեղեկություններ, որ փորձ է արվում ընտրություններից հետո նորից վերադառնալ այդ թեմային, նաև դրանով է պայմանավորված, որ արդեն կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանն էլ պատարագի չի գնում, ներկուսակցական քարոզարշավի է, Էջմիածնի գանձերը Հայաստանից տանելու վերաբերյալ անգամ դատախազությունում որևիցե գործ չկա, հայտարարվում է, որ սա անբակորձ հայտարարություն է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչու իշխանությունը այս հարցում զատնի դրեց։ Նախ իշխանությունը այս հարցում զատնի չի դրել, Այլեվ ջան, որովհետև այն process-ը, որը որ սկսել է, այլևս անդառնալի է, այլ հարց է, թե ինչ փուլում եւ ինչ ժամանակացույցում, ինչպես ասաց Ռոզանը, ինչ գործողություններ կարվեն, այդ գործընթացը սկսվել է, Կտրիչ Ներսիսյանը որևիցե ձևով չի կարողանում, ինչ ա եղել։ Ինչն է քեզ տենց ուրախացնում։ Չեմ հասկանում անկի։ Որևիցե ձևով չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում որոշումներ կայացնել, այդ process-ը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կավարտվի իր բնականon ձևով, ինչ վերաբերում է վարչապետի պատարակներին գնալուն, դա իր անձնական որոշելիքն է, ինքը գնալու է, էլի է գնալու, ես վստահ եմ, խոսել եմ իր հետ դրա մասով, նույնիսկ քարոզարշավի հետ կապված մենք խոսակցություն ենք ունեցել, ասել է ես չեմ կարող, ես պետք է գնամ պատարակների, պետք է ինչ-որ ժամանակացույց նենց անենք, բայց դե ասենք մարդու անձնական աղոթքի հետ կապված կարծում եմ ես չէ որ պետք է խոսեմ։ Նկատի ունեմ, որ ըստ էության այլևս ակտիվ չի այս թեմայով իշխանությունը։ Որովհետև ինչա։ Չի խոսում։ Ոչ, չի խոսում։ Այդ խոսում է այն բանի մասին, որ Փաշինյանը ունի պատասխանատվության շատ բարձր աստիճան իր մեր երկրի, իր գործողությունների եւ հախուռն որևիցե բան չի անում, այլ ամեն ինչ անում է շատ հաշվարկված եւ իմանալով, թե երբ ինչ է պետք անել եւ վստահեցնում եմ ձեզ, ասենք ես ուղղակի զարմանում եմ, մեկ-մեկի մոտ տպավորություն է, որ դուք տենց ուզում եք ասեք այն ինչին դուք հավատում եք, այլ ոչ թե այն իրականությունն է։ Լսեք, ես խոհանոցում նստած ջադուների բամբասանքները չեմ մեկնաբանում։ Ամեն ջադու, որ խոհանոցում նստած ինչ որ մեկի մասին խոսում է, բամբասում են, ես էլ իբր երեխա ունեմ, ինչ ասես, սաղի մասին ինչ որ բաներ են խոսում, հա։ Հիմա ես ստեղ կանգնած, դուք այսքան լրատվամիջոցներով, բա իմացաք մեր հարևան Վարդուշը իրանց սենյակում նստած ընկերուհուն բան պատմեց։ Երեխեք, թարգեք այդ ամեն ինչը, հա։ Հարցնում եք քաղաքական հարց, ասում եմ, այդ process-ը ավարտվելու է նրանով, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է։ Կտրիչ Ներսիսյանը ժամանակին մնացած բոլորով հանդերձ, հա, ինչքան ինստիտուտ կար, պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը համընտրությունը կրեց, հեսա հաջորդ ընտրությունն է կրելու եւ այլն եւ այլն։ Ինչ եք ուզում եմ հասկանամ, հետքալ չենք անում, լսեք, չէ, որովհետեւ չենք ուզում որևիցե ձևով այնպիսի բան անենք, որը որ կարող է ընկալվել Հայաստանի Հանրապետության վարկանիշին կամ Հայաստանի Հանրապետությանը վնասելու։ Այդ համապատասխան։ Լավ դե հիմա հարց տամ, էլի, լավ դե հիմա այն դու սկզբից հենց անձամբ դու եկել ես այստեղ, ինձ ասում ես, սա հարձակում է եկեղեցու վրա։ Դրանից հետո եպիսկոպոսները սկսեցին մեկը մյուսից հերթ չտալով հրաժարվել եւ միանալ։ Եկաք չասեցիք, բայց այդ մարդիկ լավ էլի, մի խնդրում եմ, ժողովուրդ, ամեն մի լույս, եթե հիմա ստեղ մի հատ լույսը անջատվի, դա չի նշանակում, որ շենքում լույսի խնդիր կա։ Ամեն մի քայլը գալ ասել, ահա, ձեր մոտ չստացվեց եւ չգալ ասել, ահա, լսեք, ադմինիստրատիվ ռեսուրս չեք տեսել, որ ադմինիստրատիվ ռեսուրս տնակ, Կտրիչ Ներսիսյանի կկանդալեն, կտանեն, հանգստացեք, Կարնի ջան, կրկնում եմ, չէ,
Կարնե ջան, 1700-ամյա եկեղեցում ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որը որ աղոթել չգիտի, որը որ հայրմերը չգիտի, ոչը խաչակնքվել գիտի։ Ձախողվել է ինքը։ Մենք եկեղեցու հետ կապված որևիցե գործողություն չենք արել։ Մենք գործողություն ենք արել, անելու ենք որպես մարդիկ, ովքեր որ հավատում են, իսկ իրավապահները գործողություն են անելու այն մարդկանց վրա, այն մարդկանց հետ կապված, ում հետ կապված կան դրա առիթները։ Ու մի զարմացեք։ Ինֆորմացիա բառը մի օգտագործի հետո։ Մանկապիղծ բառն եմ օգտագործել, ասա դա։ Դե Կարնե ջան, տես, եթե դատախազությունում անգրագետ մարդիկ կան, պետք է զբաղվեն։ Ես գիտեմ, որ լրատվական դաշտում անգրագետներ կան, ու իրանք շատ են, եւ ռուսերեն լեզվի տիրապետողներ չկան, պետք է զբաղվեն բնականաբար, բայց արիմ տես, որ ոչ մեկ չի զբաղվել դրանով, նույնիսկ ՀԿ-ները չեն զբաղվել, նույնիսկ որևիցե մեկը դատարան չի դիմել, բա ինչի չեն արել, գիտես ինչի Կարինե, որտեվ այդ ինչ որ դու ասում ես կեղծիք է Կարինե ջան։ Ես նման բան չեմ ասել։ Ես ասել եմ ենթադրենք, ինչ որ X երկրում ենթադրենք, ինչ որ նմանատիպ բան է լինում եւ իշխանությունը պետք է նմանատիպ արարքների հետ կապված իր կարծիքը չասի։ Ես հարգելի ես, ես ներողություն եմ խնդրում, կարող ես պետք Շոգ ջան, այդ մարդիկ անգրագետներ են, թող ինձ դատի տան։ Անգրագետ են։ Գոյություն օրինակ փաստերի ստուգման հարթակ գոյություն ունի FIP-ը, որը որ եզրակացություն է տվել, որ երկակի կարող է մեկնաբանվել։ Այլ տարբերակ, ես ես խնդրում եմ, լավ, այդ տենց ասում եք 1700-ամյա ինչ որ բան, Կարինե թող խոսեմ։ Չէ, իսկ քիչ են ասում։ Ես ԿՊԱ-ականների մասին չեմ ասում, աշխարհում ամենահայտնի, ամենատարածված օրինակը, որ եղել է, հա, եկեղեցում մանկապղծության օրինակն է եղել եւ դրա մասին բազմաթիվ բաներ են գրվել։ Էդ եմ ասում, Կարինե ջան, ցավդ տանեմ։ Ես քեզ խնդրում եմ, նախ մենք դրա համար չենք պահանջում, մեկ, որտեվ ինքն է իր կանոնները խախտել եւ ինքը եթե երես ունենար, եթե արժանապատվություն ունենար Կտրիչ Ներսիսյանը ինքը կգնար։ Ուղղակի ինքը արժանապատվություն չունի, որ երեխայի հետ կապված ոչ հերքումա, ոչ հաստատում, դու պարզա չէ որ կա եւ ակնհայտ է որ ինքը խախտել է իրենց հենց կանոնագիրքը հիմա դա ընդունված չի, չգիտեմ դրան իրանք են որոշում, իրանք չեն որոշում, դրանք հարակից խոսակցություններ են։ Արել ես Հիմա դուք ինձ գաք ասեք դուք կաշառք ես վերցրել, ապացույց էլի, ես ասեմ դա ազգային ժողովի ներքին գործն է։ Ասում եմ մի վախեցեք։ Թիվ 5 հեռուստաընկերությունը։ Թիվ 5 Կարինե ջան, ռուսերեն, ես խնդրում եմ, ես ռուսերեն լեզվի դասատու չեմ։ Գնացեք, կրկնում եմ, եթե կա մարդ, որ մեծ փրթում է, խոսում է, Facebook-ներում, դոշերն ատեցում, ինչ որ բաներ է խոսում, այն որ տեսա News-ի նախկինում նորմալ լրագրող էր, հիմա այտենց տապալվել է որպես լրագրող, տիկինը խոսքս նենգափոխում էր, ասում էր բառացի ասել է, ժողովուրդ, ինչքան դուք տենց դատարկ թեմաների աճ պարություններով զբաղվեք, այնքան ընդդիմությունը նույն տեղում դոփելու է, շարունակեք դա անել։ Իսկ եթե կա մարդ իմ հայտարարության հետ կապված, ինչքան ժամանակ անցել, մի 15 օր արդեն անցել է, հա ուր են այդ մարդիկ, ուր են այդ ՀԿ-ները մեծ խոսացողները, თუ գնան մեկ դիմում գրեն դատախազություն, չեն հավատում դատախազությանը, միջազգային կառույցներին թող դիմեն, չեն հավատում միջազգային կառույցներին, չգիտեմ, հայց թող ներկայացնեն դատարան, որովհետև խնդրեմը կանում է նրանում, որ դա անգրագիտություն, հաճույք եմ ստանում այս թեմայից։ Պարոն Սիմոնյան, փաստորեն թող մարդկանց դիմեն, դատարաններին չեն վստահում, այն մարդիկ, ովքեր դատարաններին չեն վստահում եւ քաղաքական օրակարգի հետ կապված հարց ունեն, թող դիմեն Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդին գնան, ասեն, գիտես ինչ, Ալենը սենց բան է ասել։ Բա դու չես ուզում դրա դեմ ձեն հանես։ Այդ դեպքում, երբ որ դրան արձագանք չի լինում,
Թեման լավ հասկանում եմ։ Կարող ենք ասել, որ քաղաքացիական պայմանագիրը ամեն դեպքում այս պահին կաթողիկոսին հեռացնելու օրակարգի շուրջ դադար է վերցրել։ Ոչ։ Ինչպես է, հիմա որևէ դրսևորում չի։ Այդ process-ը չի դադարել, չի դադարում ու չի դադարելու։ Պասիվություն այդ դեպքում։ Նախ ներքին կուսակցական նախընտրական process-ներով։ Դե դադար է, էլի վերջ։ Չէ, դադար չի։ Հիմա որ ներկուսակցական քարոզարշավը ես դեռ հարցազրույց չեմ տալիս։ Պարոն Սիմոնյան, Տալիս եմ, չէ։ ներկուսակցական ընտրությունների հետ կապված Ուրեմն վերադառնանք քաղաքականություն։ Եթե ձեր կուսակցությունը ջահավաքի անհրաժեշտ մեծամասնությունը 51%-ը, դուք ում հետ եք համագործակցելու։ Ձեր տեսարականը կա համագործակցություն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, բայց ես բացառում եմ նման իրավիճակ, ես մոտավորապես ենթադրում եմ, թե ինչ տոկոս ենք մենք ստանալու եւ վստահ եմ համանդրական մեծամասնություն։ Դե որովհետեւ այո, հարցումը գիտեք որն է, հարցումը ով է ձեզ ասում։ Այդ 24 նյուզի տակը գրած այդ ֆեյքերի բանով եք չափում։ Որտեղ եք նայում։ 21 թվականային աջակցությունը որ կար, հիմա չկա։ Հարգելիս, նախ սա համապետական քարոզարշավ չի մեկ, երկրորդը դա տենց չի, ընդհակառակը։ Մարդկանց մենք էլ ենք այդ համեմատում, մարդկանց մեջ չկա այն ներվը, չկա այն բացասականը, որը որ կար 21 թվականի ընտրությունների ժամանակ։ Եվ ես ձեր հետ պատրաստ եմ մարջ գալ բոլորի հետ։ Ես ձեր հետ մարջ եմ գալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին։ Պատրաստ եք։ Մարջ են գալի, ասեք։ Դուք ասեք դուք ինչ եք ուզում, ես ասեմ ես ինչ եմ ուզում։ Որևէ իշխանության հավակնություն չունեք, եթե անգամ Ռուզան ջան, դու իմ ընտրողն ես, կոնկրետ դու անձամբ իմ ընտրողն ես։ Հիմա խես տեսախցիկների մոտ տենց բաներ ասում։ Կգնաք։ Տեսեք, դու էլ ես իմ ընտրողը, դու էլ ես մեր ընտրողը, իհարկե։ Գնացեք, աջան։ Այս ծևեք հաշվարկել։ Կանե ջան, մենք ոչ մեկին չենք կարող արգելել, դա անում է այլ մարմին, մենք դրանով չենք զբաղվում, ու մենք ընդհանրապես այսքան ժամանակ ոչ մի կուսակցություն չենք արգելել եւ նման բաներով չենք զբաղվել եւ նման օրինակ դուք չեք կարող բերել։ Վերադառնանք Նարեկին։ Նարեկը բոլորին զիջեց, հիմա մենք զիջենք Նարեկին։ Նարեկ ջան, շնորհակալություն, երկու հարց ունեմ, պարոն Սիմոնյան։ Բայց եկեք մի առաջ կանում ենք, էլի այտենց։ Ասում են, որ ընտրական օրենսգրքով արգելվում է ունեցվածքի 30%-ը Հայաստանից դուրս ունեցող անձանց գրանցել ընտրություններին, թե ոչ։ Արդյոք սա իշխանության օրակարգում կա, քննարկում եք, թե ոչ նման վտանգ։ Հիշի երկրորդ հարցը սրան պատասխանեմ, հետո մյուսը, չէ, նման բան մենք չենք քննարկում, առաջին անգամ ձեզնից եմ լսում, ես շատ որպես իրավաբան եմ ասում, ես շատ քիչ հավանական եմ համարում, որ Հայաստանում լինի կուսակցություն, որը որ եթե տենց կտրուկ ինչ որ պատճառ չլինի, շատ քիչ հավանական եմ, համարում եմ դա քաղաքականորեն սխալ եւ ես անկեղծ եմ ասում, լուրջ եմ ասում, դուք մեր համար ինչ տարբերություն ազգային ժողովի դահլիճում այն մյուս 40%-ը ով ալնելու, առավել եւս որ նույն մարդիկ են։ Այսինքն մի ընդդիմադիր կուսակցությունից քոչում են մյուս ընդդիմադիր կուսակցություն, ասում են, ահա Տիպերիա Նատաշը, ասենք դառնում են այլ կուսակցության անդամ, հետո մեկ է սկսում են այլմիսին գովաբանել եւ գնում են այս ինչ։ Մեր համար ինչ տարբերություն կկոչվի այլ մնացած 40%-ը ԲՀԿ, չգիտեմ, ԼՀԿ, Հայաստան, մեր ձևով, ձեր ձևով, չգիտեմ, մեր համար ինչ տարբերություն։ Մենք չենք կարող այստեղ 100% կազմել։ Պարզ է, չէ՞ որ ընդդիմությունը առնվազն 40% զբաղեցնելու է։ Հա ինչ ուզում են թող անեն, ինչ տարբերություն։ Մարդիկ պետք է ընտրություն ունենան։ Եվ մյուս հարցը, պարոն Սիմոնյան, ձեր հետագա պաշտոնավարման հետ կապված նշում են, որ այս ներկուսակցական ընտրություններով, քանի որ դուք զիջում եք այլ թեկնածուների, սա արդեն ասում են տեղեկություններ կա, որ մամուլն էլ գրում է, որ քննարկում է, որ այլևս դուք չեք լինի 26-ից հետո ազգային ժողովի նախագահ, սրա շուրջ քննարկում եղել է թե ոչ։ Նման քննարկումներ չկա, ես չեմ կարծում, որ որևիցե մեկի զիջում է, որովհետև այդ ընտրությունները այլ բանի մասին, դա կուսակցական ներգրավվածության մասին է, դա կուսակցության անդամների հետ աշխատելու մասին եւ որևիցե ձևով պրոյեկտել դա այլ բանի վրա, իհարկե չի կարելի, ինչ վերաբերում է արդեն 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահի վերաբերել, ինձ այս պահի դրությամբ որևիցե մեկը աշխատանքից չի ազատել, այսինքն իմ կուսակցությունը, իմ վարչությունը չի ազատել եւ ես որևիցե միտք եւ նպատակ չունեմ այդ հարցը քննարկել։ Այս պահի դրությամբ դուք եք, եթե մեծամասնություն լինեք, դուք եք 9-րդ գումարման խորհրդարանի։ Նման բան չի քննարկվել, բայց ես մենք իմ
գործնեությունը որովհետեւ ձեւով չի բերել այն պահին, այն մասին, որտեղ որ ես պետքա այլ բանով զբաղվեմ։ Եթե կուսակցությունը, վարչությունը, վարչապետը մասնավորապես այլ բան կորոշի, ես իհարկե այդ որոշմանը կենթարկվեմ, բայց ես նման ամեն դեպքում խորհրդարանը ես իհարկե նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում եւ կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետեւ չգիտեմ, կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ, որովհետեւ մեկի մոտ կասկած չկա, որ որպես ազգային ժողովի նախագահ ես իմ գործը այնուամենայնիվ հաջողել եմ եւ ես ենթադրում եմ, որ դա կգնահատվի իմ գործընկերների կողմից։ Ես եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես շարքային падգամավոր եմ լինելու, բնական է ես կդառնամ շարքային падգամավոր, ուղղակի խնդրեմն է, որ ես որպես շարքային падգամավոր եմ ցած տեղում ֆռալու եւ Ալեն Սիմոնյանն եմ մնալու, բայց եթե որոշեմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Նարեկ, ես որ BMW ունեի, BMW ոչ մեկ չուներ, սկսենք դրանից ու երկու տարբեր BMW ունեի, նենց որ այդ բաներին մի հավատա։ Ծառայողական է նկատի ունեմ զրահապատ։ Զրահապատ այսինքն անձնական մեքենա ունեք։ Հարգելիս, ես զրահապատ հիմա էլ չունեմ, սկսենք դրանից, հələ Ծառայողականը զրահապատ չի։ դնում ես ինֆորմացիա ճիշտ չի։ մի պատտվող լուրեր ոչ մի ձև չկան լուրերի իսկությունը ինչքանով կարող է մոտ։ Որ ես այլ մոլորակային եմ, չէ, ճիշտ չի, ուրիշ։ Սիմոնյան, հնարավոր է կամ առհասարակ Եք մի քիչ կողմ եկեք էլի շոկ է։ Հանրապետության նախագահի պաշտոնը։ Հարգելիներս, այտենց քննարկումներ կա միայն ընդդիմադիր որոշ թերթերում։ Մենք այտենց բաներ չենք խոսում։ Հայաստանի Հանրապետությունը ունի իր նախագահին։ Ես գործող քաղաքական խոսացող գործիչ եմ։ Եթե իմ կուսակցությունը կգտնի, որ ես պետքա գնամ, չգիտեմ, ԺԿ-ի պետ դառնամ, մենք այդ հարցը մեր կուսակցության հետ կքննարկենք։ Նման քննարկում չկա։ Եվ ես ենթադրում եմ, իմ գործունեությունը թույլ չի տալիս, իմ անցած ճանապարհը, իմ ծառայությունները, որ ես մատուցել եմ Հայաստանի Հանրապետություն, որպես պարլամենտական, թույլ չի տալիս նման խոսակցությունների հետ։ Պարզա որ ուզում են մեզ իրար հետ կռվածնեն, չգիտեմ, իմ ընկերների անուններն են տալիս, քաղաքացիական պայմանագիր, Տիկին Մակունցը իմ ընկերն է, շատ լավ աղջիկ է, եթե իմ կուսակցությունը կորոշի, որ ինքը պետքա լինի, ես միայն ուրախ կլինեմ, բայց Ժորժ, ես սաղ եմ, ես կամ ու ես շարունակելու եմ գործել ու լսում եմ այս ամեն ինչը, դադարեցրեք ես անտեղի խոսակցությունը։ Մամուլը դա ասում է, որ մեզ կռվածնի, չի ստացվել մեզ կռվածնել, բոլորի անունները, ում անունները տվել են, իմ ամենամոտ ընկերներն են, իմ տան, իրար տուն գնալով, ընտանիքներով ընկերություն, մենք նայում, կարդում, ծիծաղում ենք դրանց վրա։ Այդտենց ընկերներ էլի եք ունեցել, որ Հայկ Սարգսյանի հետ ինձ մամուլը չի կռվածնել եւ ես Հայկ Սարգսյանի հետ կռված չեմ, մենք ուղղակի տարբեր հարցերի հետ կապված տարբեր կարծիքներ ունենք։ Այսինքն դուք կարծում եք, որ ես բոլոր 70 կամ չգիտեմ 100 падգամավորի հետ ընկերական հարաբերություններ ունեմ, մեկի հետ մոտ եմ, մեկի հետ այդքան մոտ չեմ, մեկի հետ իրար տուն ենք եթում, մեկի հետ հենց գործի տեղն ենք բարև տալիս։ եք ընկերներ, պարոն Սիմոնյան։ Եվ Որ ասում եք ամենամոտ ընկերների հետ են փորձում կռված։ Եվ ինչ է։ Այսինքն կյանք է եւ ամեն ինչ տեղի է ունենում, բայց Արտուր Վանյանի հետ ես չեմ կռվել պաշտոնի պատճառով, կռվել եմ այլ բաների պատճառով, որի մասին հիմա չեմ ուզում խոսել, որտեվ նախ Արտուր Վանյանը քաղաքական առումով էլ հետաքրքիր չի, կարծում եմ, այն բանից հետո իդեպ ճիշտ որոշումից հետո չմասնակցել ընտրություններին, ես ուրախ եմ, որ ինքը տենց որոշում ա կայացրել եւ իր կյանքի ամենաճիշտ երկրորդ որոշումն է։ Դե աջակցի Թող աջակցի, բան չունեմ, բայց եթե հին մեթոդներով է աջակցելու, իրավապահները գործելու են եւ այդ աջակցողներին տանելու են աջակցելու։ Շնորհակալություն։